Ողջույն բարեկամներ, ինձ հետ կապնվեցին ընկերները, որոնք զբաղվում են Վարդան Ղուկասյանի գործերով եւ ինձ խնդրեցին մի քանի մանրամասներ փոխանցել ձեզ եւ դատավարության վերաբերյալ եւ կազմակերպչական երկուշաբթի օրվա դատի հետ կապված, հա։ Ուրեմն նախ ինչ է կատարվում, ինչ փուլում է դատավարությունը։ Իսկ հարցը որ բոլորին է հետաքրքրում։ Ուրեմն այս դատավարությունը փաստորեն ունի երկու փուլ։ Այս փուլում քննարկվում է առայժմ Վարդան Ղուկասյանին գրավով բաց թողելու հնարավորությունը։ Առայժմ չի քննարկվում նրան արտաքսելու կամ չարտաքսելու մասը։ Հիմա քննարկվում է գրավով բաց թողելու հնարավորությունը, թե ինչքանով է Վարդան Ղուկասյանը, ասենք, ապահով մարդ, ինչքանով անվտանգ նրան թողել դրսում միջև իրականանա երկրորդ փուլը, թողել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե արտաքսել։ Սրանք երկու տարբեր փուլեր են։ Սա մեկ, երկրորդ կարևոր հարցը սրա հետ այն է, որ ըստ մեր տեղեկությունների, ընկերները որ փոխանցեցին ինձ, որ ես էլ ձեզ տեղեկացնեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում Անժելա Թովմասյանը, որը ամենայն հավանականությամբ ըստ իրենց ենթադրության եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի ներկա լինի երկուշաբթի օրը դատարանում ցուցմունք տալու համար։ Քանի որ հայցը ներկայացվել է Հայաստանից, բնականաբար ինչ որ երևի տուժող է պետք, մեղադրական կողմին ներկայացնելու, ենթադրվում է, որ Անժելա Թովմասյանը նախ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որոշ տեղեկությունների համաձայն, եւ հնարավոր է, որ նա գա դատարան ցուցմունք տալու։ Սա հստակ տեղեկությունն է, թե չէ երկուշաբթի կերևա, սա այն է, ինչ որ խնդրել են ես փոխանցեմ։ Ինչի համար է սա կարևոր։ Այն մարդիկ, որոնք գնալու են դատարան, լինելու են տեղում, չի բացառվում, որ նաև լինի շփում կամ հանդիպում Անժելա Թովմասյանի հետ։ Անժելա Թովմասյանի հետ կարող է լինի հանդիպում պատահական, կարող է լինի հանդիպում դիտավորյալ պրովոկացիաների համար, որպեսզի դրսում ցույց տան ինչա կատարվում եւ ովքեր են աջակիցները, ինչ կարգի մարդա Վարդան Ղուկասյանը։ Այսինքն հնարավոր բոլոր տարբերակները քննարկվում է ներկայացուցիչների կողմից եւ հնարավոր բոլոր տարբերակները, որպեսզի չխանգարեն դատավարությանը, իրենք խնդրեցին, որ այս մանրամասները փոխանցեմ ձեզ եւ անպայման խնդրում եմ հնարավորինս տարածեք սա, որովհետեւ այն մարդիկ, որոնք գնալու են դատավարությանը, իսկ անցած անգամ եղել 120 հոգի եւ ավել, որ նրանք տեղյակ լինեն, ինչ են խնդրում Վարդան Ղուկասյանի ներկայացուցիչները այն մարդկանցից, ովքեր են ներկա լինելու այս դատավարության ժամանակ։ Դրսում մաքսիմալ զսպվածություն չտրվել ոչ մի ձևի պրովոկացիաների։ Եթե նույնիսկ հաստատվի, որ այո, Անժելա Թովմասյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, այո, Անժելա Թովմասյանը եկել է դատարան վկայություն տալու, այո, նույնիսկ նրանք կարող է փորձեն որոշակի պրովոկացիաներ իրականացնել այնտեղ, իբր պատահական հանդիպեցիկա, չի բացառվում, որ մարդիկ չիմանալով ուղղակի այս հաղորդման մասին պահի տակ էմոցիաներին տրվելով իրականացնեն ոչ ցանկալի գործողություններ։ Եվ ինձ խնդրեցին, որ վստահ ձեզ փոխանցեմ, որ 15 րոպեն մեկ դատավորին է փոխանցվում այն իրավիճակ, ինչ որ կատարվում է դրսում։ Այսինքն որպեսզի չլինի լարվածություն դրսում, որպեսզի Վարդան Ղուկասյանը վատ լույսի տակ չներկայացվի որպես ագրեսոր, որպես վտանգավոր մարդ, չափազանց զգուշավոր է պետք լինել դրսում գտնվողներին, խուսափել բոլոր տեսակի կոնֆլիկտներից, ոստիկանության հետ, ցանկացած դեպի պրովոկացիաների չենթարկվել, շատ զգուշա, որտեղ պետք լինել, որտեղ ասում են 15 րոպե մեկ ամեն ինչ զեկուցում է դատավորին, որպեսզի ամեն ինչ հանգիստ անցնի, մասնակիցներից խնդրվում է մաքսիմում զուսպ լինել դրսում։ Հիմա գալիս ենք դրսում ինչա պետք անել։ Եվ այսպես ինձ ասեցին, որ այն տարածքը, որտեղ որ գտնվում է այդ կայանատեղին, այդ փարքինգը, դա մասնավոր տարածք է եւ դա դատարանը եւ այդ տարածքը մասնավոր սեփականություն է, այսինքն ցանկացած հավաքներ այնտեղ, ցանկացած ներկայություն, լարվածություն է եւ անցանկալի է դատարանի համար։ Ուստի ովքեր գնալու են դատարան, խորհուրդ չի տրվում եւ նույնիսկ
մտնել այդ պարկինգում կանգնել։ Չի բացառում, որ նույնիսկ արկել են պարկինգում կանգնելը։ Իսկ եթե նույնիսկ ոչ արկելել են, ոչ բան, դուք հասել եք պարկինգ, կայանել եք ձեր մեքենան, խնդրում են չգնալ դեպի դատարանի կողմ, այլ հավաքվել կանգնել ուղղակի մայթերի վրա։ Մայթերը դա հանրային սեփականություն է։ Մայթերին կանգնելու համար ոչ մեկ ձեզ չի մեղադրի։ Մայթերին կանգնելը չի դիտարկվի որպես ճնշում դատարանի վրա։ Մայթերին կանգնելը չի դիտարկվի որպես անկարգություն եւ այլն։ Պատկերացեցիք, չէ՞։ Եվ ձեզ ոչ մեկ մայթերից չի խնդրելու կամ պարտադրելու գնալ, որտեղ դա հանրային տարածք է։ Իսկ պարկինգը մնացած տարածքները դատարանի կողք ինձ խնդրեցին, որ նորից ձեզ տեղեկացնեմ, որ դրանք մասնավոր տարածքներ են եւ ոստիկանությանը հրանգ է տված ապահովել, այսինքն մարդիկ նեղում են։ Սեփականատերը չի ուզում դե հավաքնել։ Եվ ցանկացած կոնֆլիկտ, ցանկացած լարվածություն դա ազդում է ուղղակի դատավարության վրա։ Ինձ խնդրեցին, որ նաև սա փոխանցեմ ձեզ։ Ուրեմն եկ մյուսը, որ որ խնդրեցին անպայման տեղեկացնեմ, որ լինելու է մեկը, ասեցին այդ նույն մարդը եղել է նաև անցած անգամ, որի խորհուրդներին եւ ցուցումներին պետքա ուղղակի հազգանքով հետևել։ Անուն ազգանունին չասեցին եւ ես ասեցի պետքա որ ես անուն ազգանուն ասեմ, ասին ոչ։ Ասին բոլորը գիտեն ով եղել անցած անգամ կճանաչի։ Եվ այսպես, որպեսզի լինի ամեն ինչ մաքսիմում կազմակերպված, համակարգված, խնդրեցին, որ հարգանքով ենթարկվել այն մարդու ցուցումներին, ով եղել է նաև անցած անգամ։ Եթե մարդիկ կլինեն այս անգամ, որ նոր են լինելու, խնդրվում է բոլորից, որ ցուցաբերեն մաքսիմում զսպվածություն, կազմակերպվածություն եւ հարգանք կազմակերպիչների նկատմամբ։ Դուք արդեն այնտեղ կտեսնեք, ինձ թվում է կհասկանաք ովքեր են վերցրել իրենց վրա պատասխանատվությունը այս իվենտների։ Այս հաղորդման ընթացքում չի բացառվում նաև, որ ինձ տեղեկացնեն որտեղից է շարժվելու ավտոշարասյունը, տարածքը օրը ժամը, որովհետև ես ասեցի, որ ես հիմա ձայնագրելու եմ հաղորդում, որ ինքը գնա եթե ժամանակին, եթե ընթացքում զանգեցին տեղեկացեցին, ես կասեմ հաղորդման ընթացքում։ Եթե ոչ, արդեն երևի կիրակի օրը ինֆորմացիան կտարածվի եւ մեքենայով գնացողների համար, առանձին եւ իրար հետ գնացողների համար եւ նաեւ այն մարդկանց համար, ովքեր մեքենայով չեն գնում, բայց մարդիկ կլինեն, որ պատրաստ են իրենց մեքենայով տեղափոխել դատավարության համար։ Այո, Վարդան Ղուկասյանը տեղյակ ասեցին այդ ամեն ինչից, ինքը բարձր գնահատում, խնդրեց, ասում ինքը հուզվել է, զարմացել է, որ այդքան մարդ է գալիս իր դատերին, որ նույնիսկ անհարմար ազգում, որ մարդիկ նեղություն են տալիս Լոս Անջելեսից Լաս Վեգաս հասնելու համար։ Ուզում եմ իմանալ, որ կա Վարդանի հետ ուղիղ կապ, այս ընկերները տեղեկացնում են, դրսում ինչ է կատարվում, իրենք տեղյակ են դատարանում ինչ է կատարվում։ Հուսում եմ, որ տամսի 17-ին, այս հարցը կլուծվի, 17-ը 18 ժողովուրդ արդեն ես եմ խառնել, երկուշաբթի օրը մի խոսքով։ Գրավով բաց թողնելու հարցը կլուծվի եւ ընթացնել արդեն ցույց կտա։ Այսքանը որ ոնց որ դել բան բաց չեմ թողի, եթե ընթացքում բան հիշեմ անպայման կասեմ։ Եթե զանգ լինի ժամի եւ տեղի շարժվելու հետ կապված նույնպես ես կտեղեկացնեմ։ Եվ ինչպես իրենք են խնդրել, այս ինֆորմացիան փոխանցեք նրանց կամ տարածեք, որ ասենք նույնիսկ պատահական մարդիկ, որոնք դուք չեք ճանաչում, իրենք պատրաստում են գան, իմանան մոտարապես ինչ է կատարվում, ինչ փուլում է դատավարությունը, ինչ է քննարկվում, ովքեր կարող են ներկա լինեն, ինչ է հնարավոր այնտեղ լինի եւ ցանկացած նման ինֆորմացիա տիրապետելը նախորդ զինվել է նշանակում, ասում ինֆորմացված է, զինված է։ Որովհետեւ ցանկացած անկարգություն դրսում միանգամից կդիտարկվի որպես բացասական կողմ, այսինքն չգիտեմ, վտանգավոր մարդ Վարդան Ղուկասյանն ով ասենք, իր աջակիցներն ով են, որ ինքը ով լինի, մոտավորապես հասկանում եք, չէ՞։ Իսկ ցանկացած զսպվածություն, բայց աջակցություն դա կաշխատի հոգուտ Վարդան Ղուկասյանին։ Այս մասով առայժմ այսքանը, ես սպասում եմ զանգի, եթե կզանգեն, ընթացքում դեռ մենք առնվազն 1 ժամ իրար հետ ենք, ես ձեզ կտեղեկացնեմ։ Այսօր այս ճիվաղին այսպեսի ողջ բան եղել դիմավորում
ասեն էսի Նիկոլ Ճիվաղյանի շարասուններ, որ տեսնում եք ժողովուրդը սյունած ողջուններով, ազանշաններով, հայոյանքներով բնականաբար ուղեկցում է նրան, ով որ հանդիսանում է այսօր հայ ազգի բոլոր դժբախտությունների եւ բոլոր արդյունքների պատճառը։ Փաշինյան Նիկոլ, այմ ջելոս նեմ տեսնեմ դրա քվեարկությունը ինչ վիճակում է, հենց հիմա նայեմ։ Եվ այսպես այն հարցին վստահում եք գործող ՀՀ կառավարությանը թե ոչ, 17000 քվեարկություն եւ 89% չի վստահում այս կառավարությանը։ 89%, 17000 քվեարկության մեջ։ Դրա համար էլ այդ Շարասյանը, որ ողջունում են ճակերտավոր, ինչպես որ պետք է։ Էսա ճիվախ քո եղած չեղածը 11% անգլուխ, անհայրենիք, անաղուհաց, անկենսագրություն, անինքնասեր, առանց արժանապատվության։ Մի խոսքով թուրքեր, ես վստահ եմ, որ այս քվեարկությունը կանի որ ինտերնետ քվեարկությունն է։ Ինտերնետ քվեարկությունն է, այսինքն 1700 հոգի 17000-ի մեջ 1700 չէ, 1870 11%-ը 1870 կարա լինի թուրքերով բաներով համեմված էլի, բայց դա 17000-ի մեջ ոչ մի թիվը 11%։ Պատմության մեջ չի եղել որևէ մեկը, որ կարողանա երկիր ղեկավարել եւ նման փոփոխություններ նախաձեռնել ու իրականացնել հանցավոր այս ռեսուրսով։ Չի եղել, դու էլ չես կարող անել։ Մանավանդ, ես ասեմ, այսօր մենք հրաշալի մարտի 15-ն է։ Այսօրը սատկացրեց Սողոմոն Թեյլերյանը, մեծ ստահակին։ Եվ այսպես ինչ են գրում թուրքերը։ Թալիաթ Փաշային սպանողին ազատելուց հետո պարզ դարձավ, որ Իթիհադ թերակիի ղեկավարները կարող են միայն Մոսկվայում ապաստան գտնել։ Բայց ինքը չգիտեր, որ Էնվերին ընդեղել են սատկացնելու։ Իհարկե Մոսկվայում չէ, Մոսկվայում չէ, Ասիայում, բայց սատկացնի Մելքումովը Արցախցի հենց Ասիայում։ Դե հիշեցնեմ, որ Էնվերը, հետո ինչպես պարզվեց, ռուսական հատուկ ծառայությունների աշխատող էր, որը համատեղությամբ կարգով իրականացնում էր հայերի ցեղասպանությունը։ Չգիտեմ, քանի ոք գիտեր, որ օրինակ Էնվերը դա հենց ռուսական հատուկ ծառայությունների աշխատող էր։ Գիտեք դա մասին։ Իմացեք, որը հետո ուղարկվեց բոլշևիկների կողմից Ասիա, որպեսզի այդ բաներին, բացմաչներին, մի խոսքով է ցեղերին, սարքի բոլշևիկ հավաքի եւ կռվեն բոլշևիզմի համար։ Էն էլ թուրք է, չէ՞ ոնց կարող է հավաքի թուրք ցեղերին ռուսի համար կռվելու։ Հավաքվեցին եւ սկսեցին ռուսի դեմ կռվել։ Այդ ժամանակ էլ հայտնվեց մեր Արցախցին ու գնդակը հալեց դրան։ Այնպես որ Մոսկվայում էլ այդքան էլ ապահով չի։ Ժամանակավոր, այո, ժամանակավոր բոլոր տականքները, ինչպես Էնվերը, ինչպես Ասադը, ինչպես Յանուկովիչը, բոլորը իրենց ապաստանանը գտել են Մոսկվայում։ Ամենայն դեպս իմացեք, որ երիտի թուրքերի հույսը հենց Մոսկվան է եղել։ Հասկանալով, որ ոչ միտեղ իրանք չեն ապաստան չունեն, աղաղ։ Հույսն են եղել է մենակ այդ հանգիստը գտնեն Մոսկվայում։ Սա եւս մեկ ապացույց, ովքեր են եղել իրենց հանցակիցները։ Սրանք են մեր հայերն են, որոնք հայի վրայից մաքրեցին զոհի պիտակը, խարանը, մինչև կհայտնվեր ասպարեզում կբերեին ասպարեզ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի միակ երազանքը հայի վրա վերադաճելն է զոհի խարանը։ Վերադաճել, ոչ թե նորից դաճել, վերադաճել։ Դա իր երազանքն է։ Իր համար հայ ազգը դա ոչնչությունն է։ Հայ պետականությունը դա պետականության թշման են, բանա, շրանքներ են, գառնին քարերի կույտ է, հա, նույնը քարահունջը, հայկական բանը, թարապես արվեստը, ոչ մի բանը իրանք նոր են մտածում, այ կրթվելը պետքա մոդայիկ լինի։ Ու պատկերացնեք իրանք նոր են հասկացել, որ կա կրթություն, նոր են գլխի ընկել։ Ու մտածում են դա մոդայիկ է։ Պատկերացնում եք վիճակը։ Իրենք վրայից մեր մաքրեցին է զոհի
պիտակը, որը Նիկոլ Փաշինյանը ուզում է վերականգնի։ Հիմա մենք ցույց ենք տալու։ Չգիտեմ, ուզում ես այս ինքերուհուն լսենք մեկ երեկ։ Այն, որ Սողոմոն Թեհլերյանը Թալիաթ Փաշային սպանել է, գիտեն գրեթե բոլոր հայերը, բայց դրանից առաջ նա մի կարևոր սխրանք է գործել, որի մասին քչերն են խոսում։ Մինչ Թալիաթի մահը Նեմեսիսի որոշման համաձայն Սողոմոնը պետք է սպաներ հայ ազգի դավաճան Հարություն Մկրտչյանին։ Քիշունը մի անգամից չի մեռնում, այլ նրան տեղափոխում են հիվանդանոց եւ այնտեղ են մեռնում։ Սա էր պատճառը, որ Սողոմոնը Թալիաթին սպանելուց հետո վերադառնում է նորից սպանության վայր, համոզվելու, որ վերջինս մեռել է։ Իսկ ով էր Հարություն Մկրտչյան անունը կրող տականքը։ Նա մեկն էր, ով ցուցակագրել էր հայ մտավորականների անունները եւ շուրջ 250 անուն թուրք ոստիկանապետի միջոցով փոխանցել Թալիաթ Փաշային։ Այդ ցանկից կենթանի մնացին հազիվ 10։ Հայ դավաճանները, եթե անգամ չեն ոչնչացվում հայի ձեռքով, ոչնչացվում են իրենց տերերի ձեռքով։ Դավաճանությունը չունի ազգություն, պատիվ, խիղճ։ Այո։ Սա մասին պետք է իմանան բոլոր ԿՊ-ականները, սա մասին պետք է իմանան բոլոր կոլաբորանտները, այսօր իշխանությունների հետ, իշխանություն չասեմ, այսօր էս երիտասարդ թուրքերը, ովքեր համագործակցում են։ Սա մասին պետք է հիշեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները, դատախազները, դատավորները, ԱԱԾ-պետը, նախկին եւ այսօրվա ոստիկանապետը հանգարց են Վահեն չմտածի, որ ինքը թռավ, ինքը այսօր ոստիկանապետ չի, ինքը չի փտելու բանկում, չէ, Վահե, քեզանից կաշին ու կոտոշները պետք է մնա, քո կաշին ու կոտոշները, դու այս տականքին պահեցիր իշխանության, ոնց որում մարդկանց վրա նռնակ գցելով, ով կարա սա մոռանա, ով հասկանում եք, ես ասում եմ, ամենեկ իր բաժին 9 գրամը ստանալու է, վաղ թե ուշ, այդ էական չի արդեն ում ձեռքով, ամենեկը ստանալու է, թող սրա վրա ոչ մեկ չկասկածի հանկարծ։ Բոլոր ուժայինների կառույցները, դրանց ղեկավարները, միջին օղակի ղեկավարները, որոնք, գիտեք, չէ, սա բանակը չի, որ միջին օղակի ղեկավարները իրանք ուղակի չիմանալով հրաման են կատարել։ Ոստիկանի միջև վերջի այն բանը, ոնց ասեմ, Եվ փողոցում մարդը քաշքշում, ինքը տենում է ինչ անում։ Այն զինվորը, որ հրաման է փոխում, ինքը այդ պահին հրաման է կատարում։ Հա, ինքը իր մորը չի հանձնում Թուրքին։ Ոստիկանը իր մորը հանձնում է Թուրքին։ Այսօր ում ձեռը քաշքշում է, ում ձեռը կոտրում է, ում խփում է, ինքը գիտի այս մարդը ինչի է փողոցում։ Ինքը տեսնում է ինչի է փողոցում։ Եթե չի տեսնում, ուրեմն ավելի լավ ինքը, ոնց ասեմ, կենթանի էլի ոնց կարող չտեսնի։ Ոնց կարող չհասկանա ինչա կատարվում։ Մի խոսքով։ Ուզում ասեմ, ամբողջ ուժային համակարգը մտնում է այն դավաճանների ցուցակում, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ հավասար կանգնած են այդ հայասպանների ցուցակի վրա։ Գումարած իրենց աջակցողները։ Այնպես որ ուժայիններ։ Թեհլերյանը Ալեցան ինչ որ ինքը կարող են անել, մենակ ինքը չէ, Նեմեսիսի գործողությունը իրականացնողները կարողացան անել այն ինչ որ իրան կարողացան անել, որի արդյունքում կարողացան մեր վրայից վերացնել այդ զոհի կարգավիճակը։ Ոչ ամբողջությամբ ցավոք, բայց հսկայական գործ արեցին։ Դուք տականքներդ այսօր վերականգնում եք այդ զոհի հոգեբանությունը, խարանը, ճակատագիրը, ձեր երեխեքի ճակատին, այսինքն ձեր երեխեքը նույնիսկ չարժի, որ ձեր գերեզմանին լացեն։ Այսինքն դուք նրանք արժանի չեք, որ ձեր երեխեքը գան ձեզ բերդում տեսակցության, կամ եթե ձեզ փողոցում սատկացնեն, գան ձեր գերեզմանին լացելու, որովհետև ձեզ սատկացնողը ձեր երեխեքին, ձեր ապագա սերունդներին փրկելու է ձեզանից։ Հասկացաք։ Դե հիմա երազեք, ես միշտ ասել եմ, դուք պետք է երազեք, որ ձեզ ապահով հասցնենք դատարան, որովհետև այն պահին հանկարծ փլուզվեց իշխանությունը, մենք չգիտենք ինչա կատարվելու։ Այսինքն ես ինքս հաստատ ոչ մեկի ձեռը չեմ բռնելու ձեզանից վրեժ խնդիր լինելու համար։ Հիմա ով կընկնի ում ձեռքի տակ կընկնի, ում
խանչալի տակ կնի, ես չեմ կարող ասել։ Դուք գիտեք, մեկ էլ այն մարդիկ, ովքեր քնում արտանում են այդ երազանքով։ Իսկ դուք վստահ եղեք, մի քանի հազար մարդ այդ երազանքով է քնում երնում։ Դուք այսքան մարդ եք սպանել, այսքան մարդ եք հայրենազրկել, ձեզ թվում է իզուր անցնելու, ձեզ ցնդելու է օդ։ Չէ, 21 թվին սկսած Նեմեսիսը 15 թվին ցեղասպանությունը իրականացնողի համար հեքիաթ էր։ Ոնց կարող 15 թվին այդ ցեղասպանությունը իրականացնողները մտածեին, որ հետո անգլիացիներն իրանց դատելու են, անգլիացիները Ստամբուլում, հետո իրենք ճանապարհներ են գտնելու փախնելու անգլիական դատարանից, ասկան իրենց թուրքը նաև թուրքական դատարանից։ Չէ՞ որ թուրքական դատարանը իրենց բոլորին դատապարտել էր մահապատժի, բայց նրանք ասել կարողացան փախնել տարբեր ձևերով։ Բայց դրանք չփախան, թեկուզ 6 տարի հետո Թալյաթի ու մնացած ընկերների բանը հասավ իրանց։ Դուք չեք կարող փախնել ոչ մի տեղ գլոբուսի վրա տենց տեղ չկա որ հայ չլինի, գլոբուսի վրա տեղ չկա որ այս ծրագրերը, այս նորությունները չնայեն, գլոբուսի վրա տեղ չկա որ այս երազանքով մարդիկ չապրեն, չներվեն Հայաստանի համար, իրենց նվաստացած չզգան, վրեժի զգացումը իրենց մեջ չլինի։ Դուք ինչ հույսով եք ապրում։ Ինչ հույսով։ Ինչ հույսով եք դուք այս շարունակում եք հանցագործություն անել։ Հենց հիմա ուղիղ, հենց հիմա դուք հələ Նիկոլ Փաշինյանն եք պաշտպանում, արա։ Ինչ հույսով։ Այդ թուրքը որ եկավ մտավ, ինչպես բանում։ Սիրիայում ալևիները ձեզ թվում է ընդամենը մի տարի առաջ մտածում էին, որ իրենց երեխեքին գալու են մորթեն։ Չէ՞ որ այդ ամեն ինչ եղավ, հենց ձեր աշկերած տեսել եք այդ կադրերը։ Այդ սոցկալի կադրերը տեսել եք արա։ Ալևիները կյանքում չէին պատկերացնի, որ իրենք Սիրիայում ապրելով, չնայած նշ չէ որ իրենք հանցագործեն, ուղղակի ալևի են էլի։ Ինքան որ ասածներ են իրենցից։ Բայց մի քանի ամսվա մեջ անես փոխվեց ամեն ինչ։ Թուրքը եկավ էլ իր գործարեց։ Թուրքը դա է կարող անի։ Թուրքը ուրիշ բան չկարում անի։ Հենց հիմա դուք այդ թուրքին բերում եք Հայաստան։ Ձեր մի օրվա օրեկան լափի դիմաց։ Ձեզ թվում է այդ թուրքի համար ձեր երեխեն է, մյուս երեխեն է տարբերություն է տալու։ Չէ՞ ալևի երեխեն էլ ոչ մի բան չեր արել։ Խեղճ երեխեքի ինչ էին արել, ում էին ինչ արել, բայց թուրքի համար դա էական չի։ Դուք հիմա նույնն եք անում։ Այն ալևին, այդպես բան չէր արել։ Այն ալևին չէր պաշտպանում Ասադին, Ասադին պաշտպանում էր իր զորքը։ Այն խեղճը դե տունը նստած էր։ Այդ զորքը չկա, փախած է կամ սպանված է։ Թուրքերն եկան, մի ամիս հանգիստ թողեցին, որ բոլորը հանգստանան ու անցան իրենց ցեղասպանական միջոցառումներին։ Նույնը կարա ձեզ սպասի, որը դուք ամեն օր մոտեցնում եք այդ օրը։ Դուք ամեն օր այդ օրն եք մոտեցնում, բայց մենք ձեզ ուրիշ ինչ ասենք։ Ասում ենք օգնեք մեզ, փրկենք ձեր երեխեքին, դուք ասում եք չէ ապի ջան, թողեք թող Նիկոլը մնա, այսօր իմ լափը ուտեմ, վաղը երեխուս ճակատագիրը ինձ չի հետաքրքրում։ Դե չգիտեմ, եթե կարողանանք ձեզ կփրկենք, եթե չէ, չգիտեմ։ Այսօր այս մարդու հիշատակի օրն է։ Հաց բերողի։ Մենակ մենք է հաց բերող ունենք։ Բայց կեսպիկ ամբողջ աշխարհում մենակ մենք ունենք հաց բերող։ Այրես։ Ուրիշ ոչ ոք հաց բերող չունի։ Մարդ, որը հազիվ է շարժվում, բայց ապստամբ ծռերին հաց տարավ։ Ոչ փող ուներ, ոչ հնարավորություններ, ոչ ռեմբոներ։ Բայց նստեց, մտածեց, ասեց, հələ մի վարք են ասեց, իմ համար ապստամբները ընդեղ են, քանի օրը հաց չեն կերել, քանի օր։ Իմ համար ապստամբել են, բայ ես ինչ անեմ։ Նստեց, մտածեց, ասեց, ով ոտ, եթե ոչ ես։ Նստեց իր ջարդված ժիգուլի, շտեց անցավ այդ ամեն ինչի միջով ու տղեկին հաց տարավ։ Կրակել էին ամբողջ մեքենան փամփուշտներով ծակած էր, իրան ոչ մի բան չէր եղել։ Ասում ես մի մարդ կարողանում է բան փոխի, եղանակ փոխի, պատմություն փոխի։ Մի մարդ, այո, որի շնորհիվ շարունակվեց ապստամբությունը եւս մի շաբաթ կամ 10 օր մոտարապես։ 4-րդ թե 5-րդ օրն էր դա եղավ։ 10 օր մոտավորապես։ Այո, ժողովրդի ուժը այդքան երիքեց, այդքան կարողացան, տղեկներ այդքան դիմացան։ Խալ էր, ճիշտ էր, զենքը վայր դնել է, դա լրիվ ուրիշ խոսակցություն է, բայց կար մի մարդ ժողովրդի մեջ, որ ասեց, որ ռեմբոն չէր, չգիտեմ,
ինքը հազիվ էր շարժում, ինվալիդ էր այստեղեն։ Բայց ասեց ով եթե ոչ ես։ Էսօր ես մարդու, այս օրինակի լավագույն օրինակի։ Այն որ մեզ բան եք մեկ լսում եմ, մենք կեղտոտ ազգ ենք, ինչ ասես ասում են, լսի չէ, այժմ չէ, իմ ազգը այստեղն է։ Իմ ազգը Սողոմոնն է թեյել իրան։ Իմ ազգը են ապստամբ տղեկն են, որ հիմա բանտում են։ Ապստամբության ավանան որում։ Հիմա ազգը ցելի ապստամբաման գալիս։ Ժորժան, մենք մեր ապստամբներին թողել ենք բանտում, մեր ապստամբներին չենք էլ հիշում։ Ով երկրորդ անգամ մեզ համար կապստամբի։ Եթե մենք մեր համար ապստամբին չենք գնահատում, մեզ համար ով երկրորդ անգամ կապստամբի։ Հեչ մտածել եք արաբներին չեն տես գնում իսրտը իրանց բանանում։ Չասեմ իսրտը, հա, գնում են ամեն օր հասկանալով որ կարող է հետ չգան, գնում իրանց գործն անում են արաբները։ Ոչ թե ֆանատիկ են, չէ, ուղղակի իրանց մոտ ամեն մեկը գնահատված է այդ առումով։ Ժողովրդի մեջ բան կա, իր համար մեռնող, իր բան, իր ուղքն է։ Մեր համար ապստամբը մեղմ ասած, հետո ասենք տղեկ, չէ, դուք տերորիստ եք։ Բայց հիմա ինչ եք ուզում։ Ով եկել է մեր համար ապստամբի։ Շատ վատ բան արեցինք, շատ։ Այս նիկոլական ռոպագանդան եկել են հավերին շերտը, որ ցես կրկնել նիկոլական ռոպագանդներին, իր զավակներին, իր համար ապստամբներին տերորիստ անվանելով։ Հասկանում եք, որ մենք այնքան մեղք ունենք մեր վրա, որ այս ամեն ինչ ինչ-որ պատահում է մեզ հետ։ Հենց արդյունքն է։ Նաև այսօր այս մեր ընկերոջ հիշատակի օրն է։ Ով եթե ոչ ես, եթե մենք մի քիչ այս բանով ապրենք, չէ, նշանաբանով ապրենք, այնքան բան կփոխվեր մեր մեջ։ Եվ այսպես հապկը Երևանի եւ Բաբկի բանակցությունների ավարտի մասին շատ գոհ է, հապկի քարտուղարությունը ողջունում է։ Եվ ես էլ ինքս ասեցի, չէ, որ Մակրոնը, Ռուբիոն, Ամերիկայի որ ողջունում են, ես ոչ մեկին մեղադրելու բան չունեմ։ Չեմ էլ մեղադրում նույնիսկ հապկի քարտուղարությանը։ Բայց ուզում եմ այս հապկի քարտուղարության մասով բացատրություն տան նրանք ռուսական 5-րդ շարասյունը, որ երեք աշխարհի վերջի հայոյանքները տալիս էր Մակրոնին ու Ռուբիոին։ Իրավունք ունեք։ Ես սպասում եմ ձեր հայոյանքները նաև հապկի վերաբերյալ։ Ասեք, ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Մենք ենք մեղավոր, մենք ենք, չէ՞, պայմանագիր կնքում։ Ով կասի լավա, վատա, իրա ինչ գործ։ Մենք ենք, չէ՞, պայմաններին բանանում, հարմարվում։ Այո, մենք եք Մարկո Ռուբիոին եւ Մակրոնին սպասում եմ ձեր հայոյանքներին եւ հապկի վերաբերյալ ռուսական շարասյուն, բայց չեմ լսում ձեր ձայնը, որը գիտեք ինչ է։ Դա փաստում եմ բան։ Դուք եք Նիկոլ։ Ասում եմ դուք բոլորդ Նիկոլ եք։ Ձեր ներկայացուցիչները առայժմ միջև հիմա գտնում են ԱԺ պատգամավոր են, ոչ մեկ չի հրաժարվել։ Ձեր ներկայացուցիչները ռուսական 5-րդ շարասյուն միջև հիմա պատգամավորական մանդատները չեն դրել։ Նրանք իրականացնում են ձեր հետ միասին ռուս-թուրքական դաշինքի հայասպան ծրագիրը։ Այնքան եմ ասելու ամեն օր միջև ձեր գլուխը մտնի, որ դուք ասեք հələ մի վարքյան, էլի, կարող է ճիշտ ասում։ Եթե ես այսան համաձայն չեմ, ես ինչ եմ սա մասնակից։ Լեգիտիմ հարց է, չէ՞։ Տղամարդկություն ունեցեք, ձեր հետ հարցը տվեք, էլի։ Մեկ էլ տղամարդկություն ունեցեք, պատասխանեք։ Ես որ ձեզ հայոյանք չեմ տալի, որ նեղանակ ասեք բեզաչոտ հայոյանք է տալի։ Չի ասում, դուք Նիկոլ եք։ Ես աչոտով եմ ասում։ Դուք հիմա Նիկոլ եք իրականացնում եք այդ բանով, այդ ծրագիրը։ Դրեք, ասեք, չէ, աղբի ջան, միջև ման Նիկոլ եմ եղել, հիմա հասկացել եմ, էլ չեմ անում։ Արեք։ Արեք տեսնենք։ Եկեղեցուն եմ սպասում, ուր է ձեզ զանգերը։ Ուր է, որերորդ օրն արդեն։ Երկու օր անցել է, չէ, արդեն հայտարարվել է, որ մենք դավաճան ենք, այս իշխանությունը, այսօր նայելու ենք ձայնագրությունը։ Ինքը ասել է, չէ, որ տալիս ենք, հրաժարվում ենք, նույնիսկ հետո չենք խոսալու, պարտավորվածություն ենք վերցնում, որտեղ նույնիսկ ոչ մի կառավարություն հետագայում իրավունք չունի նորից հայցեր բացասնել։ Եթե դուք ազգային եկեղեցի եք, ոչ թե հիմնարկ, որը նստած է համատացյալ հոտի գլխին, փող կորզելու համար։ Իմ համար դուք հիմնարկ եք, դուք կրոնի հավատքի հետ կապ չունեք, դուք ուղղակի մի հատ կազմակերպություն եք, պեչատով բանով, էլի, ՍՊ, որը չարաշահում է մարդկանց
նվիրական զգացումները, նվիրական, որովհետև հավատքը իմ համար դա շատ ինտիմ զգացում է։ Դա ամենաբարձր, ոնց որ սերը, հա, ամենաբարձր, ամենամաքուր զգացումն է։ Դուք մեծ սպա եք, որոնք չարաշահում է, օգտագործում այդ մարդկանց նվիրական բարձրագույն զգացումը իր սեփական շահերի համար։ Սեփական կրոն, արդարություն, բան, Աստված, դուք թքած ունեք ամեն ինչի վրա։ Որովհետև եթե միտեղ չկա արդարություն, դե ինչ կրոն։ Ինչ կրոն ընդեղ։ Մի խոսքով, այսա որերորդ օրն է, սպասում եմ մի հատ զանգ, մի հատ հայտարարություն, մի հատ process չկա։ Կիրակի օրը սպասում եմ։ Ասեք, որ ես չափազանցնում եմ, ապացուցեք ինձ, ձեզ չհավատացողից, որ գիտեք, մենք վերանայել ենք մեզ, ձերանից եմ խոսում էլի, գտել ենք մեր սխալները, ընդունում ենք մեր սխալները եւ միանում ենք ժողովրդի ցասմանը եւ առաջնորդում ենք այն Աստծո անունից, որովհետեւ Աստված ինչը Տեր է, չէ՞։ Աստված սեր պետք է լինի, չէ՞։ Աստված չի ասում գնա մեկին սպանի, նա մեկին թալանի, գնա նրա ուզած, նրան ունե զրկի, նրան կյանքի զրկի, դες բան չի ասում, չէ՞, Աստված սեր է։ Եվ ամենակարևորը արդարություն։ Եթե դուք դրա դրոշակակիրները չեք, դուք ընդհանրապես սպա եք, էլի, սպա, որ ունի հիմնարկներ, որոնք եկեղեցի կոչում, որոնք հարկեր չեն մուծում, բայց ընդ լիքը փող մտնում։ Դուք ընդհանրապես այդ հիմնարկն եք։ Ինձ ապացուցեք, որ ես սխալ եմ։ Անցնենք առաջ։ Այսօր լույս տարածվեց, որ բանը Ազատություն ռադիոկայանի եւ Ամերիկայի ձայնը ծրագրերը փակվելու է։ Թրամփն է որոշել։ Թրամփը ասեց ու արեց, չէ՞, USAID-ը փակեց, ամերիկյան օգնության ծրագրերը բոլոր տեղերը փակեց։ Հիմա որոշել է Ազատություն ռադիոկայանը եւ Ամերիկայի ձայնը փակի։ Գիտեք ինչն է ինձ ամենաշատ տխրացնում, որ եթե Ազատություն ռադիոկայանը հանկարծ փակեին, ասենք 7 տարի առաջ, միջև Փաշինյան Նիկոլը գալը։ Սա սոսկալի նորություն կլիներ հայկական մեդիադաշտի համար, որովհետև Ազատություն ռադիոկայանը ինչքան էլ տակից Թամրազյանը միշտ սպասարկում էր, միշտ լոյալ է Սերժիկի նկատմամբ, միշտ, բայց այն լրագրողներին, որ ես հիշում եմ Ազատության, մենք իրար հետ ինչի մեջով ասես չենք անցել։ Ես իհետ գիտեմ, իրենց հետ աշխատել եմ, ոնց էին կարողանում այդ արանքներից, այդ Թամրազյանական այս կոլաբորանտիզմի արանքներից փախցնել, ամեն դեպս ժողովրդին օբյեկտիվ նորություններ տալ։ Այսօր հավատացեք, ես չեմ ափսոսում։ Ափսոս, որ դուք առանց աշխատանքի կմնաք, ընդամենը։ Ոնց որ ասենք USAID-ը, ամերիկյան օգնությունների բաժինը որ փակվեց, հա, ափսոս, որ իրանք այդ կային, չէ, լավ մարդիկ կային, որ լավ գործեր էին անում, ծրագրեր, ափսոս, որ իրանք առանց աշխատանքի մնացին, այդ ծրագրերն էլ անկատար մնաց։ Բայց Ազատության ռադիոկայանի փակվելը հիմա իմ համար ինֆորմացիոն դաշտի իմաստով, հա, որ ես դարդանեմ, որ ասենք, Ազատության ձայնը փակեցին։ Ազատության ձայնը բաղուցեք փակե դուք ինքներդ ձեր ձեռքով։ Դուք ինքներդ ձեր ձեռքով, ձեր բանը հաղորդումներով, ձեր շեշտադրումներով, ձեր կոլաբորանտիզմով դուք վաղուց ազատություն չեք։ Դուք ինքներդ փակել եք այդ ամեն ինչը։ Դրա համար ափսոս, որ դուք կմնաք։ Ես ուրախ չեմ, որ դուք պետք է մնաք առանց աշխատանքի։ Հա, բայց դուք եք բերել այս վիճակին, ոչ թե ես։ Դուք եք հրաժարվել ձեր ամենակարևոր պարտականությունից։ Լրագրողի, անաչառ լրագրողի պարտականությունից։ Եվ այսպես, աշխարհը խառնվում է իրար կրկին։ Սա Բելգրադն է։ Սա հակակառավարական ցույց է, պետք է ասեմ, որ նույն վիճակը Հունգարիայում է, եւ այսպես երկու ռուսական բաստիոններ Եվրոպայի սրտում, որոնք սպասարկել են բացառապես Պուտինի շահերը, ժողովուրդը ապստամբել է այդ ռեժիմների դեմ։
Ես կասկած չունեմ, որ ավիրելու են, քարաքարի չեն թողելու եւ երկուսն էլ այդ երկու ռուսական ագենտներ, որոնք ղեկավարում են այդ երկրները, ստիպած պետքա ոչ թե հրաժարական միայն տան, այն երի թուրքերի նման փախնեն եւ իրենց ապաստարանը գտնեն, որտեղ ճիշտ եք, Մոսկվայում, որտեղ բոլոր տականքներն են ի վերջո ապաստարան գտնվում, Ասադից սկսած, Յանուկովիչից վերջացած, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը այնտեղ կարծում է, որ ինքը տեղ ունի թե չէ, ես կարծում ինքը ավելի շատ հակված է, որ իրեն կպահի Էրդողանը, որի առիթով ես իրեն շնորհավորում եմ, վայ ոնց եմ շնորհավորում, հենց եմ ուզում ինքը շուտ փախնի գնա դառնա Էրդողանի հարճը, հա, հետո մենք կլսենք անպայման իր այդ ինչա կատարվել, եւ այսպես, ինչքան ուզում է Տրամպը խառնի այս աշխարհը, փրկի Պուտինին, ամեն դեպքում ոնց որ թե կա ժողովուրդ, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, որը հասկանում է ու կան այսօր ուժեղ քաղաքական լիդերներ եւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում եւ Բրիտանիայում, առնվազն եւ Շվեդիայում եւ Ֆինլանդիայում եւ տեսեք մերձբարձային երկրներում եւ Մոլդովայում, ափսոս Վրաստանը փախավ, որոնք կարողանալու են կանգնեցնել այս ռուսական մետաստազների մուտքը Եվրոպա։ Սա մետաստազը։ Ռուսական մետաստազների երազանքն է եղել գրավել եւ ստրկացնել Եվրոպան։ Այն ինչ որ իրենք արեցին մինչեւ 1991 թվականը։ Հա։ Արևելյան եւ այդ Վարշավյան պակտի երկրները ինչ էին անում։ Դուք մտել եք երկրներին նայեք, մեկ էլ ասենք նույն Գերմանիան, ես 91 թվականին Գերմանիայում էի, այդ պատականվելուց հետո։ Ուրեմն միջև հիմա այդ տարբերությունը կա, գիտեք։ Այն մասը, արևելյան մասը, որ սովետի տակ էր, եւ արևմտյան մասը, որ բան է կապիտալիստական էր։ Միջև հիմա այդ տարբերությունը կա։ Այս շենքերը, փողոցները, բան ինֆրաստրուկտուրան, այսքան տարի անցել, այս մի 6 տարի առաջ էի Բերլինում, էլի պատկերացեք այդ բանը զգացվում էր։ Ամեն ինչից է դա զգացվում է։ Դա չասեմ ամեն ինչ, հələ դեռ այսքան տարի անցել, դեռ այդ ամեն ինչը կա։ Ոնց որ ռուսների միշտ երազանքն է եղել գրավել ամբողջ Եվրոպան եւ ոչ թե իրենք զարգանան կամ իրենք դրանից ավելի լավը դառնան, հա? Չէ, այդ ստատկացնելն է։ Գրավել նոր տարածք ու վերածել դա Ռուսաստանի։ Դա իրենց երազանքն է եղել, որտեղ ուրիշ բան իրանք չեն կարողանում անել։ Ինչ գրավում են, ինչ անում են սարմա Ռուսաստան։ Եվ այսպես։ Իմիջիալոց, քանի որ չկրթված, չտեղեկացված մասսան ամեն դեպքում շատ է մեր մեջ, հա, որ ես մեկ-մեկ որ ասում եմ ինչ-ինչոց է պատմականորեն հիմնավորելով Ռուսաստանը, սովետական միությունը, պատերազմը հաղթեցինք, սա 44 թվականն է, հələ տեսեք, սա Ամերիկայի մատակարարած Ստուդեբեկերներն են, լնայք քանակը, սա 44 թվականի օգոստոսն է, որովհետև ես ասել եմ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների դա հնարավոր չէր, որ սովետական միությունը հասներ Բերլին, մարդիկ կան դեռ վիճում են, գիտեք, բան չի վիճել է, վստահ եղեք, ես սիրում եմ բանը, նոր ինֆորմացիա լսել, կարծիքներ կարդալ, բայց դա ինչ-որ բանով պետք է հիմնավորված լինի, իսկ ամենաշատ վիճում են գիտեք ովքեր, ամենաշատ նկատել են, որոնք, ասենք, սովետական դասագրքի ծենկում, մեկ էլ ORT-ի ծենկում ոչ կարդացել են, ոչ են նայել են կյանքում, ամենաշատը իրանք են վիճում, որովհետև Պուտինը սենց է ասել, ո՞նց կարող ուրիշ ձև լինի։ Ընկերներ ջան, սա ամերիկյան օգնությունը ընդհանրապես Ստուդեբեկերների մասն եմ ասում։ Եթե սրանք չլիներ, սրանց վրա է ամրացվում այդ Կատյուշան, որը փոխեց ամբողջ պատերազմի ընթացքը։ Կատյուշայի վրա այդ բաները, այդ խողովակները, որտեղով թռնում էր այդ հրթիռները, արտադրվում են այն գործարաններում, որոնք սարքել էր էլի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Որտեղ այդ խողովակները դիամետրով, այս ստանոկները, սովետական միությունը ինքը չէր կարող արտադրել, չուներ։ Եվ այդ ամեն ինչը էլի արտադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից բերված գործարաններով, բերված հաստոցներով։ Այդ վառոդը, որ դրա մեջ այդ հրթիռների մեջ որտես թռնում էր, որ լսում էր, այդ էլ ներմուծում էլի Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այդ բանը հրթիռի այդ բանը որ թռնում է, այդ
պողպատնել էլի ներմուծված Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ Ռուսաստանում այդ մաքրության պողպատ չէին կարողանում արտադրել, հասկանում եք։ Հասկանում եք ժողովուրդ ջան, այսինքն եթե մի բան արտադրեին այդքան արագ թռներ, ռուսական ինչ այդ բանը կհալվեր ուղակի։ Չուներ Ռուսաստանը այդ տեխնոլոգիաները, չուներ այդ բազան արտադրական, չուներ այդ տրադիցիան, չուներ այդ մասնագետները, չնայած 29 թվականից 1929 թվականից դեռ ամբողջ այդ տնտեսությունը այդ հնգամյա պլանները որ սկսվեց 29 թվականից ամբողջը մատակարարվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից 300,000 մասնագետներ էր բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ ռուսներին սովորացնեին այդ տեխնոլոգիաները եւ հաստոցների վրա աշխատելը։ Այնպես որ ընկերներ ջան, ու չմոռանանք էլի։ Դա հիմա ես կարող եմ նաեւ մեղադրել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ ինքը փրկեց սովետական միությանը։ Բայց ինքը փրկեց։ Կարա չէ թողեր դա։ Կարա չէ թողեր ասես քո հետ ինչ ուզում է լինի, ինձ ինչ։ Այսօր էլ է փրկում 90-ականն էլ փրկեց։ Կարամ չէ, ասեմ, այս սովետական միությունից գաղութացնող երկիրներ, կարամ չէ մեղադրել, բայց պատմությանը մեղադրական աչքով կամ բանով չեն նայում։ Փաստը, որտեղ դա արդեն պատմություն է։ Կարող ենք մեր հետևություններն անել։ Մեղադրել, չմեղադրել, արդեն բան է, էմոցիոնալ դաշտ է։ Դա ընդհանրապես ես որպես փաստ եմ նշում։ Լավ։ Գնանք ավելի խայտառակ թեմաների։ Այսօր ԱՄՆ-ն հարված է հասցրել Եմենին որպես նախազգուշացում նաև Իրանին, որ կարա քո հետ լինի այն ինչ որ եղավ Եմենի հետ։ Չնայած Իրանը Եմեն չի, այս հրթիռները կարող է երբեք չհասնեն Իրանում, մասամբ կարող է հասնեն, մասամբ կարող է չհասնեն, բայց ԱՄՆ-ն ավիահարվածներ ասում Եմենին։ Ամբողջ գործողությունները Տրամփը ինչ որ անում է աշխարհի հետ միտված է երկու բանի։ Ամեն գնով փրկել երկու ռազմական հանցագործին՝ Նետանյահուին եւ Պուտինին։ Ինչ որ իրանք չեն կարողանում անել, իրանց համար անում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Առ այսօր մնում է մատել Իրանին հալվածի։ Երկու նպատակ ունի փրկել ամեն ձևով երկու ռազմական հանցագործի։ Բանը Նետանյահուն եւ Պուտին։ Առայժմ Տրամփի գործողությունները սանավդա։ Ասում երեք խոսում էի իմ գործընկերոջ հետ, որը մեծ կարողության տերը, ազգությամբ արաբ ու հենց եմենցի։ Ինքից համոզում էր, որ չէ, գիտես Վարդան, կարող է մի բան կա, ճիշտ է, հիմա իմ եկամուտներն ընկել է, stock market ընկել, ընդհանրապես տնտեսությունը 50-50 արդեն բանը տնտեսական կոլապսը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինքն արդեն կորցրել է մի քանի հարյուր, ասում է, չէ, ամեն դեպքում ես կարծում եմ, Տրամփը ինչ որ մի բան ունի մտքի մեջ, որ մենք դեռ չգիտենք։ Միամիտ արաբ, ինչ ասես։ Հիմա ինձ հետաքրքիր է Եմենին, ինքնից եմենցի է։ Այս Եմենին հարվածելուց հետո այսօր ինչ կասի, կամ վաղը մենք հանդիպում ունենք, էլի։ Չկնա, վաղ, երկուշաբթի։ Ինչ է ասելու։ Այս մարդիկ չեն ուզում հասկանան, որ ինչ կա էսա։ Դու գործողություններին նայի։ Գործողություններն ինչ է անում։ Ով է իրան ստիպում խփի Եմենին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ կապ ունի Եմենի հետ խփելը։ Եմենին պետք է չեզոքացնել դա Իրանի բանը, Իսրայելի համար, թամենը, եւ զգուշացում Իրանին։ Ինքը այս ամբողջ գործողությունները տրամադրված է թշնամացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհի հետ, քանդել Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը, քանդել բոլոր տեսակի տնտեսական կապերը, փրկել Ռուսաստանին դատարանից եւ Պուտինին դատարանից, փրկել Ռուսաստանը կործանումից եւ Նետանյահուն դատարանից։ Եթե այսքանի կարան անի, իսկ ինքը դեռ բանով հաջողությամբ սահմանում է։ Բարձ չէ, տեսանելի չէ, մեծ պատկերը։ Վերադառնանք մեր գառներին։ Սա Ժորժ ջան Երևանում է։ Այստեղ նայեք։ Սա բուսաբանական այգին է։ Ինձ ասեք, որ սրանք ցեղասպան չեն, սրանք դահիճ չեն։ Սա բուսաբանական այգին է, ժողովուրդ։ Ոչ մի թշնամի Հայաստանը ասես չի ավիրել ոնց որ սրանք։ Ոչ մի թշնամի
Հայաստանը այնպես չի ավիրել, ոնց որ սրանք։ Բոլոր իմաստներով, մարդկային, բնության, տնտեսության, հեղինակության, արժեքային ոչ մի թշնամի այնպես վնաս չի տվել, ոնց որ սրանք։ Հիմա ես ոնց չասեմ, ոնց էլի չվերադառնամ, որ այն մարդիկ, որոնք համագործակցում են եւ աջակցում են սրանց, դրանք հավասարազորեն Հայաստանի հայ մարդու թշնամու կատեգորիային։ Դրանք թշնամի են։ Էական չի ում բարեկամն է, ում ընկերն է, ինչ նպատակով է սրանց հետ համագործակցում, ինչի է համագործակցում, ցանկացած մեկը, որ սրանց հետ գործ ունի, նա ծառայում է ցեղասպան ռեժիմին Հայաստանը տոտալ վերացնելու համար, անապատեսնելու, դերից Հայաստանում Երևանում ոչ չկա։ Երևանում ոչ չկա, մենակ կեղտոտ օդը Երևանում է։ Ու սա գիտական միջավայր է, գիտական, հələ սարերը նայեք։ Ստե շենքեր պետք է կառուցեն ամենայն հավանականությամբ։ Հայաստանում իրանց ինչա պետք փողը վերցնեն, մի տականքից փողը վերցնեն, որտեղ ուզում է շենք կառուցի, որ մարդկանց առողջության եւ օդի հաշվին ուզում է փող աշխատի։ Փող։ Եվ մյուս տականքը, որ ինքը ցեղասպան է, որ փողի համար վաճառել է իր ապագան, իր նախնիների հիշատակը, հա։ Ամեն ինչ սպանել է այդքան երեխա, այդքան մարդ, այնքանից զրկե, այդ մարդը փողի համար է, չէ՞ ամեն ինչ արել։ Այգին ի՞նչ է որ չավիրի։ Այգին ի՞նչ է որ չավիրի։ Հիմա ինձ հարց եմ տալի, ձեզ դուք ինչ ասեք Վարդան Հակոբյան, դու սխալ ես ասում։ Այս մարդիկ ի՞նչ են։ Ինչ են այս մարդիկ։ Ախր չէ՞ որ այդ մարդիկ մեր մեջ են աշխատում։ Չէ՞ որ այսօր մեկը գրել էր ախր ես ոնց բան ասում, սկզբունքային լինեմ, իմ տխուր ձերբակալել էին, ասում անիծեցի։ Դա պատահական կանչացի, կարդացի։ Անիծեցի այդ քննիչներին, դատավորներին, որ անարդար են անում, տղուս ավելի շատ բան արեցին, դատավորը բան ասին, հա ինչ որ երևի ռոք են տվել կամ ավելի վատ ա եղել։ Արդյունքում ավելի տուժել է։ Մի անիծեք, օգնեք իրանց, օրհնեք, թող շարունակեն իրանց հանցավոր գործը։ Ես ինչ ասեմ բա։ Եթե մարդը ինք իր համար չուզենա պայքարի, իր միջավայրի համար, իր մաքուր օդ շնչելու իրավունքի համար, ապահով ապրելու իրավունքի համար, ով է անելու դա։ Հապկը։ Ով է անելու։ Ոչ մեկ դա չի անելու։ Եթե մարդը իր համար չի ուզում անի, մարդը իր երեխուն չի ուզում պաշտպանի, ասում է տես, ասում է տենց ինչ եք ասում, ասում է ես կռվեցի մաների հետ ավելի վատ եղավ։ Լավ չմի կռվեք այդ դեպքում։ Թողեք ինչ ուզում են անեն։ Հանկարծ դες ավելի վատ չլինի։ Գիտեք մարդուն ոնց են հաղթում սկզբից։ Հոգեբանորեն։ Մնացածը տեխնիկայի հարցը։ Դիմադրող մարդու վրա ոչ մեկ չի արձակվում։ Գազանների մոտ էլ այդպես բնության մեջ գիտեք երբ են հարձակվում գազանի վրա։ Վախը ունի հորմոն։ Հենց այդ վախի հորմոնը կենթանու մոտ առաջանում է։ Դիմացի կենթանին հարձակվողը օդի մեջ հոտ զգում է այդ հորմոնի, վախի հորմոնի։ Մարդն էլ ունի այդ հորմոնը։ Մարդն էլ է գիշատիչ։ Դա երևում է, հիմա կարող ինքը հոտով չի զգում, ժեստիկուլյացիայով ազգում, աչքերի մեջ է կարդում, ձայնի մեջ է ազգում, տեմբրի մեջ է ազգում, ամեն ինչ կա։ Նա չի հասկանում, բայց զգում է։ Մարդուն ցանկացած կենթանական աշխարհում էլ այտենց։ Ես տեսել եք, որ կենթանին sense սառում է, չի շարժվում, վախից։ Գիշատիչը գալիս է, ինչ որ պետք է անում է։ Գիշատիչները այտենց են։ Ու Հայաստանը այսօր գտնվում է գիշատիչների ձեռքում։ Ինչի՞։ Որովհետև վախկոտները շատ են։ Այ եթե Հայաստանում վախկոտները շատ չլինեին, այս գիշատիչները քայլելու տեղ չէին ունենա, ապահով չեն զգա իրանց։ Այն հանգամանքը, որ իրանք ապահով են զգում իրանց, նշանակում է չեն վախենում։ Նշանակում է դիմադրություն չկա։ Նշանակում է դիմացինը թույլ է եւ վախենում է նույնիսկ անիծի։ Հասկանում եք։ Ուղիղ խոսք ասելով ու ասելուց վախում է։ Ասենք կեղծում է, էլի։ Գիտեք, որ սուտը ծնվում է վախից։ Այսինքն եթե դու դիմացինին չես բանանում, չես արդարացնում, համաձայն չես, ուզում ես վիճարկես եւ չես անում դա,
Մարդիկ չեն անում դա վախից։ Բա մարդ ինչքան պետք է թույլ լինի եւ խեղճ, որ ինքը իրան խոստովանի, որ ինքը վախենում է։ Առավել եւս տղամարդիկ։ Դե ձեր երեխեքի մոտ էլ խոստովանեք, որ դուք վախենում եք։ Դե բալես, ես վախենում եմ, այլ որ խոսամ, հարևանս սենց կանի կամ շեֆս սենց կանի, թող երեխան էլ իմանա, որ այդ ամեն ինչ հենց վախից է։ Թող ինքը որոշի ձեզ հարգի դրանից հետո թե չհարգի։ Թող ձեզ կինը որոշի, ինքը ապրի վախկոտ տղամարդու հետ, որ կարող է փողոցում բռնան իր աչքի առաջ իրան ինչ անես անը, հենա նույնիսկ դիմադրի։ Խոստովանեք, որ վախենում եք, աղբե ջան, ասեք, երեխա ջան, կին ջան, մայր ջան, հայր ջան, չգիտեմ, հարևաններ ջան, ես վախում եմ, դա մոտ եմ սուտ խոսում, վախենանում, դա մոտ եմ ԿՊԻ-ից տեսնելուց ժպտում, տականքի նման, կամ բարև տալի աշխատում հետը, ասեք, որ դուք վախենում եք։ Ես գիտեմ, որ դա տենց է, խոստովանեք, գոնե մի քիչ մեղքները հետևանա դրանից։ Թող ձեր շրջապատներ, եթե չգիտի իմանա, բայց ես հիմա ասում, դուք վախից եք անում դա։ Որովհետև եթե վախը չլիներ, հիմա Հայաստանում այս վիճակը չէր լինի։ Ուզում սա լսեք։ Իրենց իրավունքները խախտելու համար։ Արցախցիները զգուշացնում են միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու դեպքում դատի են տալու Հայաստանի կառավարությանն ու անձամբ վարչապետ Փաշինյանին իրենց իրավունքները խախտելու համար։ Այդ մասին բարձրաձայնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Պնդում առաջին հայցերից մեկը կներկայացնի հենց ինքը։ Բեգլարյանը իշխանությանն առաջարկում է հաշվի առնել այս հանգամանքը, որ Ադրբեջանի դեմ անհատական հայցերին զուգահեռ հայցեր կներկայացվեն նաև Հայաստանի դեմ։ Միջև այս Արտակին լսելը, ուզում ասում Արտակ չես ամաչում։ Լուրջ էլի։ Դու չես ամաչում։ Ոչ թե որ հարց եք ուզում ներկայացնեք, թե ամաչ չէ։ Ես օրինակ հիմա ուզում եմ ներողություն խնդրի, հիմա մի հատ ներողություն, ասա կերել եմ, գալաթ եմ արել։ Որ ես միջև հիմա ծառայել եմ այս իշխանությանը, ծառայել եմ Արցախի իշխանությանը, որից բերել են այս վիճակով, ու հիմա եմ հասկացել, որից փուրն են տալիս։ Արտակ Բեգլարյան, բայց դու ինչ ես մտածում։ Քեզ բոլորիդ փուրը չեն տալու վերջում։ Դες պետք է խնայեին այժմ։ Դուք եք դարել ես խաղի մասնակից ձեր ձեռքով։ Դուք մտածում եք ձեզ պետք է խնայե։ Մերնք ասելով, աղբե ջան, մատաղ են անելու, այս ձեզ պահում են այս վիճակի մեջ, վերջում դատարկելու համար, վերջում ամեն ինչից հրաժարվելով, ձեզ թողել են զերո, ամեն ինչից զուրկ։ Արտակ միջև բողոքել այդ Փաշինյան Նիկոլից, մի հատ մեծ բան, բոլորս ներողություն ասա գոնե։ Ասա չեմ հասկացել, գալաթ եմ արել ես։ Ու հիմա անակնկալ է եկել, ոչ թե, ոնց թե դուք իմ հայցերը հետ եք կանչում, բայց ինչ պետք է անեին Արտակ։ Դու այս խաղի, այս մեծ, դու մնացածդ, այս մեծ կեղտոտ խաղի մի մասնիկն եք։ Նոր հասկացաք, այս դու հիմա ինձ գիտես ում ես հիշեցնում Արտակ։ Վարդանյանին, Ռուբեն Վարդանյանին։ Եվ վերջը գորած պահանջում ենք միջազգային խաղապարներ։ Վերջը հասկացավ իրանք ինչ հետ կատարել։ Դու հիմա ինձ հիշեցնում ես Ռուբեն Վարդանյանին։ Ոչ թե որ դու նման խելոք ես, չէ։ Դրանով չէ։ Որ դու հասկացավ, որ ձեզ կազմակերպված ձևով փուրն են տալի ուղակի։ Այդ լսեք, բայց ամեն դեպքում շարունակենք լսենք։ Դիտում կա, որ մենք նախապատրաստվելու ենք նաև Հայաստանի Հանրապետության դեմ գանգատներ տանել եւ պահանջել, որ միջպետական մեխանիզմները եւ միջազգային մեխանիզմները, որոնք կարող են երաշխավորել մեր իրավունքների պաշտպանությունը կամ միջազգային արդարադատության հասնելը, պետք է հստակորեն ներդրված լինեն միջազգային մեխանիզմներով եւ Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների մեխանիզմներով։ Այլապես Հայաստանի Հանրապետության իշխանությունները հավասարապես կիսում են պատասխանատվություն մեր իրավունքների խախտման եւ մեր իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերացման համար։ Երևանն ու Բաքուն Արցախցիներ ջան, ես ուզում եմ դուք ճիշտ հասկանաք։ Ես ամեն ինչ անելու եմ, որ դուք վերականգնեք ձեր իրավունքները։ Ես ամեն ինչ անելու եմ։ Եթե պետք եղավ Արտակի հետ եմ համագործակցելու, ոչ թե Արտակի համար, ձեր համար։ Դուք գիտեք, իմ համար դուք իմ եղբայրներն եք, Արցախ իմ հայրենիքն է։
Իմ հայրենիքն է Արցախը։ Աշխարհում ես ոչ մի տեղ ինքան հանգիստ ու ապահով չեմ զգացել, ինչքան Արցախում։ Արցախը իմ հայրենիքն է նաև։ Ես ամեն ինչ անելու եմ։ Այն ինչ որ ես ասում եմ Արտակին եւ արտակներին, հա, Ռուբեն Վարդանյանին, Արայքներին, դա նրանք են, ովքեր բերեցին իրավիճակը հասցեցին այս կետին։ Բայց դա չի նշանակում, որ ես հանգիստ նայելու եմ սրանք ոնց են այս ավարտը բերում, հա, ասես պեչատը դնեն վրան։ Ոչ, մենք չենք թողելու։ Չենք թողելու։ Ես ամեն ինչ իմ հնարավորությունների շրջանակներով անելու եմ, որ սա որ ձեր իրավունքները վերականգնվի։ Համաձայնել են խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ ավերացումից հետո միջազգային ատյաններից միմյանց դեմ հայցերը փոխադարձաբար հետ կանչել։ Այս թեման Հետաքրքիր է, չէ՞ որ ստորագրումից հետո հետ կանչել։ Ստորագրումից հետո։ Բայց ես ասեմ, չի լինելու։ Ադրբեջանն ասելու է հետ կանչի, նոր ստորագրեմ։ Ես նախորդ ասում եմ։ Ինքնասմաս ստորագրեք հետո հետ կանչեն, չէ՞, Ադրբեջանն ասելու է դու միակողմանի հետ կանչի, միակողմանի հետ կանչի, որտեղ ինքն էլ է ներկայացել։ Հետ կանչի, որ ես ստորագրեմ։ Կապրենք կտեսնենք։ բանակցությունների առարկա է դարձրել հենց Բաքուն։ Թե կողմերը սրա շուրջ ամիսներ շարունակ ինչ առաջարկներ էին փոխանակում, մինչ այժմ հայտնի չէ։ Բանակցվող փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե այդ թե սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ հայկական առաջարկները չեն ընդունվել։ Փաստաթղթի համաձայնեցումը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ Երևանը ընդունեց Բաքվի պայմանները։ Երեք խորհրդարանում արտգործնախարար Միրզոյանը մանրամասնեց, թե եղած հայցերը հետ կանչելուց բացի, ել ինչ պարտավորություն են կողմերը ստանձնել։ Եվ պարտավորվում են ապագայում չներկայացնել հայցեր, որոնք կվերաբերեն խնդիրների, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև ստորագրման պահը։ Հասկացաք, մի հատ նորից նայեք, սա ու մի հատ այս Նիկոլացինի հայացքը մի հատ նայեք, լսեք։ Չներկայացնել հայցեր, որոնք կվերաբերեն խնդիրների, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև ստորագրման պահը։ Այսինքն, այսուհետև Հայաստանը ոչ մի բողոք էս վանից հետո իրավունք չունի ներկայացնել Ադրբեջանի դեմ։ Իրանք ոչ մի բան չեն ստացել, ոչ մի առաջարկություն չի ընդունվել, ոչ մի բան։ Ֆուլ կապիտուլյացիա։ Նույնիսկ ստացել են սրանց համաձայնություն, որ Հայաստանը այսօր երբեք ոչ մի բան չի պահանջելու, բայց Ալիև ուշադիր լսի։ Միտքս հասկացար Ալիև։ Մատերով ցույց չեմ տալի, բայց միտքս հասկացար, չէ՞։ Ճիշտ էր ասում։ Չի կարելի հայերին վստահել։ Դու մի վստահի։ Որովհետև քթերիցդ գալու է ամեն ինչ։ Քո հանցանքները դա այսօր ճիվաղների ուզելով չի, որ դու հանցագործ ես կամ չէ։ Դու պատկերացնում ես, դու հո իրավաբան ես, չէ՞, միջազգային ավարտած։ Հա, էական չի քո մասին ինչ են ասում, բայց դու հասկանում ես, չէ՞, դու մարդ ես սպանել։ Հիմա տերը բողոքում է թե, չէ՞։ Զոհվածի, այսօրվա տերը։ Չէ՞ այս զոհը ուրիշ տերը լա ունենա։ Կառավարություն։ Բողոքում է թե, չէ՞։ Մարդասպանությունը դա փաստ է։ Ու բացարձակապես կարևոր չի այդ փաստի համար բողոքող կա թե չէ։ Դու ցեղասպան ես, դու էլ, Էրդողանն էլ, Պուտինն էլ, Նետանյահուն էլ։ Ես զարմանում եմ, որ դուք այս տականքների վրա հույս եք դնում, չնայած ես գիտեմ, դու ոչ մի բան չես ստորագրել, որովհետև հասկանում ես, ստորագրեն, չստորագրեն, մեկը դու հանցագործ ես։ Ուղղակի քեզ այս process-ն է պետք, որ ինչքան հնարավոր է երկարացնես, որ քո հոտին ադրբեջանական ցույց տաս, որ դու այն մաչոն ես, սրանք էլ չմոներն են, որ դու կարողանում ես այս ամեն ինչը ստանաս առանց որևէ մի բան տալու։ Առայժմ քեզ հաջողվում է, որովհետև դու անում ես քո ներկայացած, քո նշանակած ձեր ռուս-թուրքական չմոների, ագենտների այս տականքների հետ, բայց չէ որ դու գիտես, որ սա հավերժ չի, դու էլ հավերժ չես։ Ես քեզ խոսք եմ տալի։ Դու չկասկածես, որ հայերի մեջ բոլորը Նիկոլ Փաշինյանն են։ Մի հայ էլ մնա աշխարհում, տես ինչ տիվեմ, մի հայ, դու դատվելու ես։
Հայը ապրելու է։ Քո նմաններն են եկե գնացեն պատմության մեջ։ Այն ժամանակ որ ինտերնետ չկար, մարդիկ տեղեկություն չունեին ինչա կատարվում։ Հիմա կա։ Նույնիսկ եմ ասում, դու պատմության մեջ ջնջվելու ես ուղակի։ Դու չես կարողանալու ոչի բան անես։ Այս տականքները դու էլ գիտես, չէ՞, ինչքան ուզում եք դուք օգնեք իրանց բան։ 10% ժողովրդի մեջ բան ունի, հեղինակություն ունի, 10 ձեր օգնությամբ։ Այսօրվա սիգնալները լսեցի՞ր։ Այդ քեզ էլ է վերաբերվում։ Ձեզ բոլորին է վերաբերվում։ Դուք չեք հաջողելու։ Ոչ մի ձև։ Ես ես երաշխավորում եմ ուղղակի։ Գնանք առաջ։ Արցախի նախկին պաշտոնյան անընդունելի է համարում նաև այս համաձայնությունը, որով Հայաստանի ոչ միայն Հենց տականքներին նայեք, ովքեր են նստած, դաշնակներ, ինձ սիրուն նստած են, խելոք, հլն դե նայեք։ Մենք էլ ինձ հետաքրքիր է, ասենք ասելու բան չունե։ Դու չեք լսում ինչ է ասում։ Ասում ենք համաձայնվել են, որ առաջ ունեցած ոչ մի բողոք այլևս Հայաստանը չունի։ Արա դաշնակներով եք նստած։ Այս սրիկաներ, արա հայդատը, բա ուրա։ Բա ձեր կուսակցության գոյության պատմականորեն այդ իրավունք, բան, այս, չգիտեմ, գինիլիցը, բան, զարգեմ խփեմ գետինը, բան։ Ուրա։ Դուք նստել եք վերջի կեղտի նման, ձեզ ասում է, որ հիմա ստորագրելու եմ մի բան, որ սենց հետո ոչ մեկ Հայաստանում իրավունք չունի, բան պահանջ, ու դուք դες նստել եք։ Դուք հիմա գիտեք ինչ պետք է, պետք է ինքնասպան լինեք, ընդ որում կամերաների առաջ, որ ասեք, մենք սա թույլ չենք տալու, մեր կյանքի գնով, որովհետև ձեզ հետ է նստելու համար, մի ամբողջ տասնամյակներ սփյուռքն է ձեզ պահել, հիմա էլ բան է, ես վերջերս էլ չգիտեմ ով է, Սերժիկն է պահում, Ռոբերտն է պահում, գիտեմ որ Ռոբն է պահում ձեզ, որփի տեղ։ Գոնե ասեք այն հացը, որ մեզ տվել եք կերել ենք, իզուր չի եղել։ Ինչի դիմաց, որ այդ հացը կերել ենք, հիմա ուզում ենք դրա վարձը տանք։ Դաշնակներ ամբողջ աշխարհի, ասելիք չունեք։ Ձեր ներկայացուցիչ, ասում ձեր ամբողջ ես հասկանում ինչքան ցավոտ է հնչում հիմա Սփյուռքի դաշնակների համար, եթե լսում եք, որտեղ իրանք տենց մեծացել են, Ստեվրին պայմանագիր, Արամ Մանուկյան, հաղթելու ենք, ճանաչում, այտենց լոզունգներով մեծացել են, մարդիկ հավատացել են դրան։ Ու մեկ էլ իրանց դաշնակների ներկայացուցիչները նստած գառան, կնե գառա չէ, ոչխարի հեզությամբ նստած լսում են, որ օմեգա գործակալը իրանց ասում է այս աչքերով ճլորացնելով, որ մենք աղբեր Այսինքն կողմերի միջև ստորագրման պահը։ Այսինքն ասում է ոչ ու սրանք գառի նման Արցախի նախկին պաշտոնյան անընդունելի է ու Արցախի նախկին պաշտոնյան անընդունելի համարում դաշնակներից ձեր չկա։ Դուք ոչ միայն ձեր մանդատները պետք է վայրենացնեք, դուք պետք է սուիցիդ անեք հիմա։ Սուիցիդ ուղակի։ Ոչ ցույց տայիք, դուք մարդ եք։ Դուք գաղափարախոսություն եք ներկայացնում։ Դուք հիմա ցույց տվեցիք, որ դուք շարքային Նիկոլ եք ուղակի։ Դուք Նիկոլի մոտ Նիկոլ եք աշխատում։ Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Հիմա ամբողջ աշխարհի դաշնակները, եթե վաղը կոկորդները չպատրեն, ձեզ ասեն, որ դուք դաշնակ չեք, որ դուք սրիկա եք, դուք դաշնակցության հետ կապ ունեք, ուրեմն մի Նիկոլ էլ իրանք են։ Բայց ներքին ձայնս ասում է, որ իրանք չեն անելու։ Ինչի՞։ Միտքս հասկացաք։ Որովհետև դաշնակների մեջ Սփյուռքում բոլորը չեն Նիկոլ, բայց իրանք կառավարվում են Նիկոլների կողմից։ Այդ վերևում նստածները այդ հայդատի, այդ բանը դաշնակների հետ ղեկավ կառավարվում են նույն ձևի Նիկոլներից, որտեղ հենց վառը հիմա այս տեսանյութը տեսնելուց հետո պետք է ասեն, չէ, աղբեր, մենք այդ գաղափարախոսության կրողներն ենք, ես ինչ ես դու ասում, սրանք սրիկա ենք, մենք լավն ենք։ Լսենք, կիրակյուրը լսենք այդ հայտարարությունները, թե չէ, կամ գոնե երկուշաբթի։ Ես գրազ եմ գալի, ոչ չենք լսելու։ Կպահանջեն, որ մանդատները վայր դնեն, ես գրազ եմ գալի, ոչ չեն պահանջելու։ Ապրենք տեսնենք։
Ինչ ասում։ Համարում նաև այս համաձայնությունը, որով Հայաստանի ոչ միայն գործող, այլ նաև հաջորդ իշխանություններին փաստորեն զրկում է Լեռնային Ղարաբաղի հարցով որևէ վեճ իրավական ճանապարհով միջազգային ատյանում լուծելու հնարավորությունից։ Ադրբեջանի ձեռքերը կտրուկ կերպով ազատվում են, այսինքն ուժեղի դիրքից թելադրում է Հայաստանի, որ Հայաստանը ամենաբարեկիրթ, ամենաքաղաքակիրթ մեխանիզմները չօգտագործի վեճերի քննման կամ մարդու իրավունքների խախտումների քննման եւ հետևանքների վերացման համար։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ կա ներկայացված Միեդում, եւս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։ Այս հայցերն ըստ էության ներառում են այն բոլոր խնդիրները, որոնք արձանագրվել են 44-օրյա պատերազմից, տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններից եւ ապօրինի բանտարկություններից, խոշտանգումներից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումից միջև Արցախի անկումը։ Արտակ Բեգլարյանը հայցերը հետ կանչելու որոշումը մի դեպքում ընդունելի կհամարեր, եթե հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրով այս հարցերին լուծում տրվեր։ Եթե Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կնքեն, որտեղ ներառված կլինեն բոլոր հիմնական հարցերը, հակամարտության հարցերը, այդ թվում օրինակ Արցախի ժողովրդի վերադարձի հարցը, մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, մեր մասնավոր հանրային սեփականության պաշտպանության հարցը, գերիների վերադարձի հարցը, տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների, Արտակ, սրանք ասում են գերիների հարց ոնց բարձրացնենք, մենք գերի չունենք, որ իրանց վերադարձնենք։ Չես խոսում։ Իրենք սա գերիների մարդասպաներին վերադարձել են, ռուս է եկել, Արա ռուսներ լսում եք, ռուսամերներ, հիշում եք, որ գերիեր են գնում ադրբեջանցի, ռուսական բանը զինվորները գալիս են, վերցնում են, ապահով տանում են, տալիս են։ Նույնիսկ Հայաստանի տարածքում մարդասպանության համար դիվերսանտներին սրանք նվիրեցին ադրբեջանցիներին։ Ուսանք հələ դեռ հույսեր ունեն։ Այսպես պայմանավորվենք Արտակ Բեգլարյան։ Դու շանակելու ես մնալ իմ համար նույն հանցագործը, նույն կոլաբորանտը։ Արցախյան այդ հանցագործները, որ հիմա մի մասը գտնվում է բանտում։ Այսինքն ներում բան չկա, ես դժվար եմ ներում։ Իմ նկատմամբ ամեն ինչ ներում եմ։ Ամեն ինչ չասեմ, ես ավելի հակված եմ իմ նկատմամբ ներել, քան պետությանս, ազգիս ճշնամիներին։ Դու ես հանցավոր բանդայի մի մասն ես եղել։ Փաստացի։ Ես ես ասում կօգնեմ քեզ։ Դիմեք, մի սպասեք սրանք այս տականքներին ինչ-որ մի բան ստորագրեն։ Հա, որովհետև Ալիևն ասել է, չէ, ես ոչ մի բան չեմ ստորագրելու։ Հայցերը հետ կան չի նոր։ Այ հիմա դուք ձեր ունեցած ռեսուրսները հիշում ես Արտակ, որ Լոս Անջելեսում ֆրֆռում էիր, ես տանում էին, ու դու բոլոր տեղերում արդարացնում էիր ռուսներին։ Հիմա ասում ես մի հատ էլ, քեզ հետ ստանում են Ամերիկա, պատտասնում են, ու դու հավաքում ես բանը ռեսուրսներ հայցով դիմելու, այսինքն դու գտի ձևերը։ Ուզում ես Արցախի նախկին իշխանությունների անունից դիմի, այդ քո ձեռն է։ Դիմեք միջազգային դատարան, որ այս իշխանությունները հանցավոր գործունեությունով են զբաղված։ Որ նամակ գրեք Մակրոնին, որ Մակրոնը ուրախանում ես այս տականքի արածով, սա բան չի, լեգիտիմ չի, սա հանցագործ է։ Մի հատ էլ Ռուբիո, որ դուք հանցագործների վրա ուրախանում ես, սա հանցագործ է։ Հապկին դուք սիրում եք, չէ՞ Հապկին։ Շատ եք սիրում։ Մի հատ էլ ձեր ընկեր Պուտինին եք գրում, որ տավարիշ Վլադիմիրովիչ, մենք համաձայն չենք այս տականքի հետ, հա։ Արեք, ես այդ հարցում ձեզ ամեն ինչով կօգնեմ, բայց ինդուլգենցիա, որ նախկինները ներվելու է, չի լինելու։ Ես հիշաչար չեմ։ Հա, բայց ես չեմ կարող սենց բաներ ներեմ։ Կօգնեմ, դուք արեք, տեսեմ ձեզանից ինչ դուք ինչ կարող եք արեք, ես էլ ինչ հնարավոր է իմ ձեռքով իմ բանով իմ միջոցներից կանեմ։ Հիշում եք, ես միշտ խոսացել եմ հանրային պարծավանքի ինստիտուտի մասին։ Ինչքան եմ կարևոր է դա։ Եվ ամեն օր ասելու եմ դրա մասին։ Որ սրանք բոլորը փողոցներում պիտի իրավունք չունենան քայլելու, հա, պիտի միշտ զգան իրենց վրա բան ճնշում, հասարակական ճնշում, զզվանք, դա ոչ ոք։ Ես հիմա ուզում եմ դուք նայեք, թե Ջո Դիվենսին ինչ են անում Վաշինգտոնում Ամերիկի դալիճ։ Լսեք։
ձեռով անում, շվացնում են, հայոյում են, ձեռով անում։ Նիկոլա էլի։ Հիշեցնեմ, որ սա գնացել էր այդ հիմա ինցիդենտից հետո գնացել էր դահուկշելու, իրան դիմավորել է նույն ձևը, ընդերից փախավ, ընտանիքին վերցրեց ու փախավ ընդերից։ Սենց ա լինում Հայաստանում ոչ մի համերգասրահ, պիտի չկարողանայի սրանք մտնել։ Ասես ես չեմ պատկերացնում, ես լինեի բեմի վրա, սրանցից մեկը կարող մտներ բեմ։ Չէ, օթյակ նստեր, կամ ես պետք է գնայի բեմից, կամ իրանք։ Ուրիշ տարբերակ չկա, ցանկացած ինքնին հարգող մարդ այտենց պիտի աներ։ Եթե նվագող չի, երաժիշտ չի, դերասան չի, առնվազն պետք է ասած սուլոցով, հայոյանքներով լարերը տեղից։ Եթե չենք կարողանում մենք անենք, էդի ու բան չի, ապստամբություն չի, չէ։ Զենք բռնել չի, դրա համար չեն դատում։ Սա կոչվում է հանրային պարսավանքի ինստիտուտ։ Այսինքն տականքը ինքը հասկանում է, որ ինքը public տեղերում, մասսայական տեղերում չի կարողանում երևա։ Չի կարող նույնիսկ գնա բան համերգի։ Ինքը մերժված է։ Դիք սա ինչ է։ Սա գործիք է, չմտածեք սա չի ազդում։ Ազդում է էնել ոնց, որովհետև սրանք ամբողջ կյանքը աշխատել են իրենց իգոյի համար, էգոյի համար են աշխատել, որ իրենց լավ զգան, լավ Երևան։ Իսկ հիմա իրանց շվացնում են, հայոյում են, իրանք չեն կարողանում հանգիստ հասարակական վայրերում պտտվել։ Եթե մենք ունակ չենք նույնիսկ այդ անել, բա մենք ինչ ասք։ Բա մենք ինչ ժողովուրդ, հիշում եք ես պատմել եմ, որ ես հեռախոսի մեջ մտած քայլում էի, հնդկահավը թռավ դեմքիս։ Մեծ թևերով վայրի հնդկահավը։ Պարզվեց ուղղակի ինտեղ իր ճուտիկներն են վազվզում։ Ես էլ ցած չեմ նկատել, իրենց գնում եմ դեպի իրանց։ Փրկեց իր ճուտիկները, ես էլ նայեցի, մի քիչ մի մետր են կոմեն իր ճուտիկները, բայց հնդկահավը կռիվ էր տալի հետս։ Լավ է հնդկահավի չափեր չկանք մենք։ Եթե դա չենք կարողանալ անենք, բա մենք ինչ բարոյական իրավունք ունենք մենք մեր երեխեքի համար օրինակ լինենք։ Պատկերացնում եք ինչ վատ օրինակ ենք մեր երեխեքի համար։ Մենք երեխեքի համար այն օրինակն ենք, որ չի ուզում իր երեխեքի ապագան պահի։ Չի ուզում իր երեխեքի ապագայի համար վատամարդ լինի։ Տուժի եթե պետք է։ Վախից մտումա ծակը։ Մենք այդ օրինակն ենք ախր լինում մեզ սերունդների համար։ Դժվար է դա հասկանալը։ Երեխեքը նայում են, չէ՞։ Հետո հարց են տալու, չէ՞։ Բա դուք ինչ եք արել մեր համար։ Ես հիմա, քանի որ մի 30% ինձ նայում է 30-ից ներքև, ես իմ մոտավորապես ինձ աուդիտորիա գիտեմ։ Ես այդ 30%-ի մոտ ուզում եմ բանա 30%-ից այդ մեր երիտասարդներից ես ներողություն խնդրեմ, որպես իրանց ավակ սերունդ։ Այսինքն մոտավորապես իմ երեխեքի տարիքին։ Ես իրանցից ուզում եմ ներողություն խնդրել, որ ես այս վիճակն եմ իրանց համար բերել։ Ու ոչ մեկ թող չմտածի ավակ սերունդից, որ ինքը կապ չունի այս վիճակի հետ։ Այդպես բան չկա, այս երեխեքի իրավունք ունեն, հիմա 25-20, հայ, մեզ չհարգել ուղղակի, տրանսպորտում տեղ չտալ։ Այն որ մենք ասում ենք, մեծերին հարգել է պետք, ինչի տարիքի համար։ Զուտ ասենք, որտեղ մեծը տարիք ունի, դրան համար իրան պետք է հարգել։ Ինչ հարել այդ հարգանքը վայելելու համար, արժանանալու համար, ինչ ուղղակի մեծացել է։ Դրա մեջ ինչ կա, բայց մի առանձնահատուկ, որ ուղղակի ավտոպիլոտ աճելու համար իրենք պետք է հարգեն իրեն։ Ինչ արել, ինչ երկիր է թողել, ինչ միջավայր է տվել այդ երեխուն, այսօրվա։ Որը տանում է սպանում են այս սրա դիմաց։ Որ ինքը չի կարողանում վարորդական իրավունք ստանա, որ ինքը չի կարողանում մաքուրոտ շնչի, որ ինքը ապագա չի տեսնում, որ իրան թալանում են, իր ապագան արդեն թալանել են, իր այգիները ավիրել են, իր ամեն ինչը։ Ինչի պետք է այդ երիտասարդը հայգի մեծին ոչ արժանինքների համար, ինձ կարող եք ասել։ Ուղղակի որ այդ մեծը պատահական աճել է, չէ, համաձայն չեմ դրա հետ։ Հարգանք դա ձեռքբերովի է։ Հարգանքը չի լինում օդից եկած, դու մեծ ես, ուղղակի հետի հերիքա որ քեզ հարգեն։ Այդ գիտեք որտեղ։ Որտեղ ամեն ինչ արած դրած է, սենց ավտոպիլոտ գնում է, ոչ մեկի արած չարածը չի երևում։ Նախնիները, իր նախկինները արել են, սենց ավտոպիլոտ գալիս է, բոլորը գորու երջանիկ են, ամեն մեկի համար աշխատում է, մի բան փոխում է, մի բան չի փոխում, չէ։ Որովհետև ասենք Ֆրանսիայում 5 հատ հեղափոխություն է եղել, 5 հատ մեկը մեկից արյունալի, իրանք բերել են մի հատ համակարգ տեղադրել են, ավելի շատ եղել է Բրիտանիայում, 1000 տարիներով իրար կոտորել են, մորթել են, վերջը ստեղծել են մի հատ համակարգ,
որ ինքը սենց ինքը սպասարկում է իր քաղաքացիներին։ Նույնը ասենք հիմնական երկրներում, դե Սկանդինավիայում այդպես բան չէր կարա լինի, որտեղ նրանք ուրիշ մշակույթ կրողներ են։ Նրանք շուտ հասկացան ինչա պետք անել։ Նրանց թագավորները հասկացան, որ պետք է պարլամենտ ստեղծել, սահմանադրություն ստեղծել, ինչի գնալ ասենք Բրիտանիայի կամ ասենք Ֆրանսիայի օրինակով։ Ինչի օրինակ պատերազմ ստեղծ։ Ռուսաստանում դա չհասկացան։ Դրա համար ամբողջ ցածերի ընտանիքը տարան ու կոտորեցին։ Չհասկացան։ Ինչ եմ ուզում ասեմ։ Իրանք ունեն այդ բաները, իրանք երիտասարդները այո, պետքա պարտավոր են իրանք մեծերին հարգել։ Հիմա Հայաստանի իրականության մեջ ինձ ասեք, ավակ սերնդին ինչի պետք է հարգեն։ Այսօրվա մոտարապես sense ասեմ 40-ից պլյուս։ Մի հատ արժանիք ասեք, որ այն փոքրը 20 տարեկան, 10 տարեկան ես պետք է հարգի։ Ես չեմ տենում։ Ես չեմ որ այդ մարդն է, որ ես ասեմ, չէ, երիտասարդ դու պատրաստավոր ես ինձ հարգել։ Ես չունեմ այդ ամագը, ես ավանդը, ես ինչ եմ թողել ես երախոն, որ ես հարգեմ։ Հենց ես եմ ասում, հասարակական պարսավանքի ինստիտուտ։ Եթե տարիքավորը հասուն մարդը հյուզում իր երախոն մի բանանի, որ թողի այլ միջավայր։ Իրան ինչի պետք է հարգեն։ Մի սուլել չի կարողանում, ձեզ թվում է ամերիկացին այդքան քաղաքակիրթ չի, որ Սա գիտեք որտեղ է։ Ես դա չափ եմ տվել։ Սա Նյու Յորքի, Վաշինգտոնի ամենամեծ դահլիճն է։ Ոնց է կոչվում դա ասված։ Քենեդի ցենտրն է սա։ Ես ես Քենեդի ցենտրում որ ես մտա դիդժորների սենյակ, ձեռները սկսեց դողալ։ Ես որ բանը Ռաստրապովիչի նկարը տեսա, ինքը գլխավոր դիդժորն է եղել։ Ես մտածեցի ինքն էլ այդ սենյակում, ես էլ այդ սենյակում։ Ձեռքերը ստես դողալ։ Հիմա այս դահլիճում, այս պատվավոր դահլիճում մարդիկ սուլում են։ Ոչ թե նա որ իրենք քաղաքակիրթ չեն, որ չոբան են սադերից են ինչը։ Սա Վաշինգտոնն է ու Քենեդի կենտրոնը։ Այլ որ իրենք հասարակական վերաբերմունք ունեն։ Իրենց փող նախագահ 350 միլիոնանոց երկրի փող նախագահ։ Սա կակոյնի բուց նես ինչ որ զիբիլ չէ, զիբիլի կատու չի։ Սա Ամերիկայի փող նախագահն է։ Բայց գիտեք ինչ են ասում, որտեղ գիտեն այդ լակոտը իրանց աշխատողն է։ Ինքը հարկեր ամուծում, որ լակոտը աշխատի։ Ոչ թե իրանց ապուշի տեղ դնի։ Ու իրանք իրավունք ունեն դա պահանջել։ Ու սուլողները չմտածեք իրանք այնց բանը փողոցում պպզած տղեկ են, էլի, պպզող։ Հա, այնց աղջիկների հետևից շվացնող բան։ Չէ, իրանք քաղաքակիրթ մարդիկ են։ Բայց ունեն վերաբերմունք։ Իսկ մենք մեր թուլությունը, տակարությունը կոծկում ենք։ Դա իմ գործը չի, դա իմ Ես իրաց մակարդակին չեմ իշտի։ Թող իրանք իշնեն իմ մակարդակին, հերոսանից են թողեն գնան։ Չէ, ես սիրում հերոս կանեցվի, ես կբռնաբարվեմ, կզոհվեմ, բայց ես չեմ պատասխանի, ես չեմ սուլի, ես չեմ ասի քո հերին անիծած ես, ինչ ես անում իմ երեխու ապագա հետ։ Դա մալ ունենք են, ինչ որ ունենք։ Իսկ այս արդյունքում ես նույնպես եմ ասում, այս երիտասարդներին ներողություն եմ խնդրում, դուք իրավունք ունեք չհարգելու ձեզանից ցանկացած մեծին։ Ով ասի ինչի չեք հարգում, պետք է ասես հիմա ցույցտու իմ համար ինչ ես թողել։ Այ հոսքուր կամ այ հոպար, ինչ ես թողել դու իմ համար։ Ես քեզ ինչի պետք է հարգեմ։ Մենակ նրա համար որ паспорտի թիվը մեծ է, օրական աճում ես, տարիքդ ավելանում է, դա հիմք չի։ Հիմք չի։ Ոչ քո նախնինար է, ոչ դու ես արե, ես էլ չգիտեմ իմ երեխու համար կարամ անեմ թե չէ, բայց եթե չանեմ թող իմ երեխաները իշի հարգի։ Նական Շարլոնի բանը, որ Արարսակսյան իր բարկանիշի հաշվին Ավիլյանին քաղաքապետ դարձրեց։ Ես ընդհանրապես թքած ունեմ իրանց բոլորի վրա։ ՔՊ-ական կուզի լինի նարկոշավինյան, ով ուզում է լինի, նույնը Արարսակսյան, ով է այդ ռզիկը, այդքան բան։ Շատ կանգնեմ, շատ բան խոսամ, ուղղակի ես պրծնենք այդ եմ երազում։ Մենակ որ պրծնենք այս տականքներից, խաբեպա, ստախոս, հողատու, չկա բառ, չկա տենց բառ, որ կարելի իրանց բոլորից սկսած, Փաշինյանից սկսած, Պահակով անգամ դուրս եկած, իրանք բոլորը ընդամենը ստահակ են, բոլորն են Լևոնից սկսած թուրք են, Փաշինյանով դուրս եկած թուրքի ծնունդ են իրանք, թող մեկը մյուսին ոչ քննադատի, ոչ վատաբանի, Ղզիկի նման բան չեն գտնում ասելու մեկը մյուսին բամբասելով, քննադատելով, տղամարդեք, այ մարդ հայրենիքի հարցը լուտ թողած, դուք ընկել եք նախկիններն ես արի, նախկինները գլուխները պատին տվին, դուք էլ տվեք։
Ինչ եք անում, նախկիններից բեթար օրը գցեցիք մեզի։ Ինչ արեցիք, դարձրել եք 150 դրամ տրանսպորտը, Ավինյանը ինչ է անում։ Ուղեղը ընդհանրապես սթափ է իրա, որ ինչ-որ մի հատ սթափ նորմալ բան մտածի, ի վիճակի է ինքը, միշտ քաշած, էդ է ինքը, ուրիշ ոչ մի բան էլ սրանց չկա ասելու։ Նույն մտահոգությունն է, որ ծնողին էլ հարցնեք, նույն մտահոգությունն է, որ երեխեքի բանը։ այդ երեխեքը հենց ինչ չեն վեկացել ու գնացել, այդ երեխեքը գնացել են հայրենիք պաշտպանեն, իրենց ծնողի տունը պաշտպանեն, այսինքն իրենց ծնողի տունը առաջին այն տունը, որտեղ մեծացել է այդ երեխան, երկրորդը հայրենիքն է։ Մենք ամեն ինչից վեր ենք գնահատել մեր հայրենիքը։ Այսինքն դրան էլ 2 ամսվա ծառայող երեխա կամավոր վերակացել գնացել իր հայրենիքը բանալի, պաշտպանի։ Ինը պատրոնը չի կրակի այդ երեխան։ Եթե տենց նայենք պետականորեն շատ իրավաբանների հետ ենք շփվել, այդ իրավաբաններն ասել են, որ 2 ամսվա ծառայող երեխային իրավունք չունեին տանել կռվի դաշտ։ Կապ չունի, դա կլինի կամավոր, դա կլինի ոչ կամավոր, այսինքն առավել ևս որ հայկական բանակում, այսինքն Ղարաբաղում չի ծառայել է, կներեք Ղարաբաղ այդ եզրի անուն վերնով եմ ասում, Արցախում չի ծառայել այդ երեխան, Իջևանից վերցրել տարել են, հա, տարել եք, ամսի 10-ին հրադադարի կնքման ինչ-որ մի բան եղավ, չէ, հոկտեմբերի 10-ին, հա, բան արեց, այդ ընդդիմությունը, բանը հելան չէ կկռվենք, բան, մեզ հարցրել ես դու, հարցրել ես մենք ենք դրա միջով անցնում, հարցրել ես այդ հրադադարը կարելի է կնքել, չի կարելի կնքել։ Եթե Հայաստանում մարդ կա, որ մտածում է, այս մարդկանց հոգսը իրանց հոգսը չի, անկեղծ եմ ասում, ինքը իրավունք չունի երկիր ու պետականություն ունենալ։ Ես ամեն օր սա իմ աչքի առաջ ունեմ, որովհետև կարծիքները տարբեր են, որ հայ ազգարժանի է պայքարի, հայ ազգարժանի չի, որ յամա մի բան անում են։ Իմ համար ես դա կարողանում եմ սենց դասավորեմ, սենց բաների վրա, դարակների վրա, այն մարդիկ, ում համար ես մարդու վիշտը իրա վիշտը չի, նաև, իրանց համար չարժի, իրոք չարժի, նրանք արժանի չեն պետականություն ունենալու, և հակառակն էլ կա, ում համար ես մարդու հոգսը վիշտը, իրանն է նաև, որտև իրա փոխարեն կարենք լինենք մեզանից ցանկացածը, մեզանից ցանկացած ասում եմ, ես ուղղակի չհայտնվեցի առաջի գծում, մենակ մի պատճառով, դու ասեցին, դու երաժիշտ ես, տարիքդ արդեն 50 անցա, դու մեզ պետք ես, մասնագետ էլ չես նույնիսկ, չթողեցին գնան։ Ես կարա իրա տեղ լինեի։ Ես էլ կարող այդ ամեն ինչի մեջ լինեի, ու ես այս ամեն ինչը դավան անձնական իմն եմ համարում։ Բայց կա նրա կողքը նաև, որ ընդհանրապես չեն էլ ուզում լսեն այս ամեն ինչի մասին։ Ես ոչ մեկի տուն չեմ մտնում, ոչ մեկի անեծք բան, քֆուր բան, ես հայոյանք բան ոչ բան չեմ տալի։ Ուղղակի ասում բան։ Այն ոչ չի համարում, նա իրավունք չունի, արժանի չի պետականություն ունենալու։ Բայց դա կողքին էլ կա մարդիկ, չէ՞ որ այս ամեն ինչի ուրիշ ձև են նայում։ Այնպես որ այս ամբողջ պայքարը, այս ամբողջ բանը կռիվը, որ մենք ուզում ենք անենք, սա դրանց համար է։ Ոչ թե այն բանը, ինչ ասեմ, այն բույսի է, էլի որ ուղղակի սպառող ապարատ է, էլի, սպառող ֆունկցիոնալ ապարատ։ Հա, ուտելու, բազմանալու, թրքելու այդ ֆունկցիան է իրականացնում պետքան բան։ Եվ վերջը արդյոք վերջը ուզում եմ ես կնոջ խոսքերով փակել։ 1000 տարի ապրես թշնամուտ հետ կողք կողքի ու չհասկանաս, որ նա քեզ մորթելու է։ Ու հոշոտվես հենց քո դռանը։ Բագակո հաշվին երկիր սարքի, երկիր հզորացնի, իր նեղ աչքերը կլորացնի, քո հաշվին իր ցեղը գեղեցկացնի, դուք էլ մատաղի գառանպես պատրաստ կանգնեք։ Ով ուզում է թող զորանա զավակս, բայց ինչու իմ ու քո հաշվին։ Իր սուրը թողիր ոսկորի վրա սրի, ինչու իմ ու քո։ Իհարկե դու ճիշտ ես զավակս, մարդն իրավունք չունի մարդ սպանելու, բայց եթե կողքիդ կա մորեխի նախիրի տեսակ, չպիտի լռես, չպիտի խեղճանաս զավակս,
խեղճությունն անեցք է դառնում քո գլխին, պատվիրան համար առաջին, մի խեղճացիր, մի խեղճացիր։ Ես բանով կոչովել ուզում եմ ավարտեմ։ Լավ մնացեք։